Էմանուել Մակրոնը զրուցել է Իլհամ Ալիևի հետ, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումներին։ Էմանուել Մակրոնն X-ի էջում գրել է, որ վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այդ ուղղությամբ շարունակական առաջընթացի կարեւորությունը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սիզրանին, հաղորդվում է 2 զոհի մասին, կան վիրավորներ։ ԶԼՄ-ների տվյալով թիրախավորվել է տեղի նավթավերամշակման գործարանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի եւ Կասպից ծովի երկնքում 121 անօդաչու թռչող սարք են որսացել։ Reuters գործակալությունը գրում է, որ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կենտրոնական Ռուսաստանի նավթավերամշակման գրեթե բոլոր խոշոր գործարանների աշխատանքը խաթարվել է։ Կրեմլից սակայն հայտարարել են, որ նավթավերամշակման գործարանների թիրախավորման ֆոնին վառելիքի պակասի որևէ ռիսկ չեն տեսնում։ Գերմանիայի կանցլերն առաջարկել է ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհել Ուկրաինային մինչև լիարժեք անդամակցությունը։ Այս մասին հաղորդում են Reuters-ը եւ Bloomberg-ը հղում անելով Ֆրիդրիխ Մերցի ԵՄ ղեկավարներին ուղղված նամակին։ Ծրագրով նախատեսվում է, որ դա թույլ կտա Ուկրաինային մասնակցել ԵՄ կառույցների աշխատանքներին եւ աստիճանաբար ինտեգրվել միությանը։ Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ կանցլերը նաեւ առաջարկում է, որ Կիևը հասանելիություն ստանա ԵՄ բյուջեին։ Նշվում է, որ զուգահեռ կշարունակվի Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության գործընթացը եւ երկիրը պարտավոր է համապատասխան բարեփոխումներ իրականացնել։ Գերմանացի պաշտոնյան համոզված է, որ այս նախաձեռնությունը կնպաստի ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Bloomberg-ի տվյալով Մերցն արդեն քննարկել է այս գաղափարը Ուկրաինայի նախագահի հետ, թեև նախկինում Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը հետաքրքրված չէ ԵՄ-ին մասնակի անդամակցությամբ։ Դոնալդ Թրամփը զրուցել է լրագրողների հետ, անդրադարձել Կուբայի հարցին։ ԱՄՆ նախագահը հավատացրել է, որ կղզում էսկալացիա չի լինելու, դրա կարիքը չկա։ Սպիտակ տան ղեկավարին խնդրել են մեկնաբանել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին ներկայացված մեղադրանքները, որոնց համաձայն Կաստրոն կապված է 90-ականների վերջին 4 մարդու, այդ թվում 3 ամերիկացու սպանության կազմակերպման հետ։ Թրամփը նշել է, որ դա շատ կարևոր պահ է, Միացյալ Նահանգները մտածում է Կուբայի մասին ու նաև ցանկանում է, որ կղզուց հեռացած եւ իրենց տները հարկադրված լքած մարդիկ հնարավորություն ունենան վերադառնալու հայրենիք։ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ի եւ Կուբայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Թրամփը պարբերաբար քննադատում է Կուբայի կառավարությանը, չբացառելով նրա ձևակերպմամբ կղզու բարեկամական զավթումը։ Այս տարվա սկզբից Վաշինգտոնը մեծացրել է ճնշումը Կուբայի նկատմամբ, սահմանափակելով վառելիքի մատակարարումները, ինչը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցներ են սահմանում Կուբայի դեմ եւ կշարունակեն այդ քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչև հանրապետության իշխանությունները քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ չանցկացնեն։ Մարկո Ռուբիոյի խոսքով չեն պատրաստվում պարզապես հետևել, ինչպես է Կուբայի կոմունիստական ռեժիմը սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։